Տեղյակ եք, չէ՞ որ Հայաստանը վիզաների ազատականացման գործընթաց է մեկնարկել։ Տեղյակ եմ։ Եվ ինչ կարծիք ունեք։ Դա Աստված։ Դրականա, որովհետև ես հիմա անձնագրիս մեջ ունեմ մի քանի հատ վիզա, ինչ դժվարությամբ եմ ստացել, այդքան փաստաթղթեր հավաքել ծնված օրվանից մինչև այս տարիքից թոր, ծոր, հարևան, ամեն ինչը այնտեղ ու հետո էլ գնում ես այս դեսպանատանը սպասում ես մինչև այդ վիզան ստանան։ Եթե անձնագրով լույս շատ լավ է։ Հետո էլ կարելի է գիտեք ոնց, կես տարով տալ, մի տարով տալ, որ անդադ այդ հարցը չբարձրանա։ Թե չէ հիմա ազատ երկումուտ պետք է լինի։ Մենք այդ դարում ենք ապրում, պիտի այդ ազատ լինի։ Կարծում եմ լավ, ազատություն կտա, մարդիկ ելումուտ ավելի ազատ կանեն։ Շատ ճիշտ է, վաղուց պետք է լիներ, որովհետև դրա կարիքը մեր երկիրը ունի։ Թող շուտ լինի, շատ ուրախ կլինենք, շատ լավ գործ է ձեռնարկել Եվրամիության հետ, սիրով։ Մեր ժողովուրդը շատ է տանջված, գոնե ապրեն հայերը, որ միայն կարծեմ Հայաստանին են տվել այդ իրավունքները, էլի ոչ թե Ադրբեջանին կամ Վրաստանին, շատ լավ է, ուղղակի վատ կլինի, եթե գնան ու չգան հետ, թող գնան, շրջագայեն, դեղ հարազատներ ունեն, բայց Հայաստանը չմոռանան երբեք, ես չեմ սիրում Հայաստանից դուրս ոչ մի տեղ։ Ավելի հեշտ բան կանենք, ինչ են ասում, կգնանք, Եվրոպա կգանք, այսքան չենք չարչարվի։ Դա լավ կլինի, որտեղ ոչ մեկը չկա, տենց մարդ չկա, որ դրսում մարդ չունենա։ Կուզենայինք։ Իսկ կօգտվեք վիզաների ազատականացման դեպքում կշրջագայեք։ Եթե հնարավորություն ունենամ, ինչու՞ չէ։ Շատ չեմ ես ուրախ այդ նախագծին, որովհետև մենք այնպիսի ազգ ենք, որ հրապուրվելու ենք այդ առաջարկից եւ բոլորն էլ ցանկանալով են առանց վիզայի գնան եվրոպական երկրները, իսկ դուք գիտեք, որ մեր հայերը որտեղ տակ, այնտեղ կաց։ Իսկ թվում է, թե ես շատ չեմ կողմնակից այդ։ Կարծում եք արտագաղթը կավելանա դրա։ Հա, ես կարծում եմ նամանավանդ, որ Հայաստանում այժմ իրենց տեղն են գտել Ղարաբաղից եկածները, որոնց համար երևի նրանք էլ փնտրտուքի մեջ են, իմանում են, թե եվրոպական երկրներում խաղոպար է ապրելը, բայց չեն զգում, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Ես համոզված եմ դրանում, ինչու, որովհետև մի շատ տեղեր եղել եմ, ես զգում եմ, որ Հայաստանից լավ երկիր չկա, ով հրապուրվում է արտաքին այդ փայլով, դա սուտ բաներ է։ Պետք է ապրել քո երկրում, քո հայրենիքում, ինչ ունես դուր քո հայրենիքիդ, վերջ, ես այդ կարծիքին եմ։ Իսկ ինչ է կարծում մարդիկ կգնան, կշրջագայեն հետ կգան, թե այնուամենայնիվ դա կօգտագործեն ի նպաստ արտագաղթ։ Ինձ թվում է 50-50։ Իսկ ինչ դրական կողմեր ունի ձեր կարծիքով վիզաների ազատականացումը։ Ну, բացի Ռուսաստանից մարդիկ կարան Եվրոպա գնան։ Մշակույթ կսովորեն, մի քիչ շնորհ կսովորեն, չասեմ։ Չեմ կարծում, իմ նմանները մտածում են, որ մենք սիրում ենք մեր հայրենիքը, կարող են գնալ, շրջել, վերադառնալ տպավորություններով, այսքանը։ Իսկ դուք կօգտվեք։ Ես հաճախ եմ օգտվում այն դեպքում, երբ մենք ենք անհատական դիմում, իսկ այսպես ում հասանելի է, թող լինի, ինչու ոչ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Ինձ թվում է ինչքան էլ դրսում մնան, միևնույնն է, հետ են գալու, չեն մնալու։ Թող Հայաստանն էլ գնալով այնքան նմանվի Եվրամիությանը, որ ոչ մի գնացող չմտածի, որ այնտեղ պետք է մնա, գա հետ Հայաստան։ Շատ մարդ կպակասի Հայաստանից, ցավոք։ Իսկ դրական կողմեր։ Դրական կողմեր այսքան հերթերի մեջ չենք կանգնի արտերկիր գնալու համար։ Ով էլ չէր կարում գնալ, պետք է փախնի գնա, ինչ կարծիք ունեմ։ Ավելի կհեշտանա էլի մեր քաղաքացիների մուտքը դեպի Եվրոպա։ Միայն լավ կողմեր, դրական կարծիք ունեմ, շատ լավ եմ վերաբերում։